ծնող ուսուցիչը պետք է պարտավորվի հստակ բաժանել դերերը։ Այս պահին ես եկել եմ ծնողական ժողովի որպես ծնող եւ ինձ որևէ դրվագում չեմ դրսևորում որպես ուսուցիչ։ Անգամ չեմ մտնում ուսուցչանոց, շփվում եմ միայն ինձ բոլոր մնացած ծնողների համար հատկացված ձևաչափերով, չեմ խախտում սահմանները եւ որևէ տեղ չեմ խախտում սահմանները։ Հենց որ խոսակցությունը վերաբերում է իմ երեխային, ես միայն եւ միայն ծնող եմ։ Դա շատ դժվար է անել, բայց եթե մենք մտածում ենք երեխայի մասին, դա շատ կարեւոր է անել։ Հենց այդ դեպքում, տեսնելով դա, մնացած երեխաները կվերաբերվեն իրենց դասընկերոջը որպես հավասարի, չի լինի այդ արհեստական անհավասարությունը եւ երեխան դրանից միայն եւ միայն կշահի։ Երկրորդը, երեխային պետք է վստահեցնել, որ ինչ որ եղել է դպրոցում, մնում է դպրոցում։ Դա չի գալիս տուն։ Անկամ եթե ծնողը որպես ուսուցիչ տեղեկացվել է մի ինչ որ իրադարձության մասին, որ վերաբերում է իր երեխային, որ նա հենց որպես ուսուցիչ է դրա մասին իմացել, դա երբեք չի քննարկվում տանը։ Տանը կարծես թե ես որպես ծնող դրա մասին չգիտեմ անգամ։